Բարի լույս, բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը, ձեզ համար տաղավարում աշխատում եմ ես Ալիտա Եղիազարյանս, այսօր ուրբաթ է, աշխատանքային շաբաթվա վերջին օրն է և ինչպես յուրաքանչյուր աշխատանքային օր, այնպես էլ այսօր մենք բոլորիդ մաղթում ենք Բարի լույս և ասում շնորհակալություն, որ հետևում եք մեզ, այսօր հոկտեմբերի 24-ն է և այսօր է ծնվել Հայ թատրոնի և կինոյի մեծագույն դերասան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ Բեմական առաջին քայլերը նա կատարել է Ստեփանավանի պետական թատրոնում։ 1948 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան։ Նկարահանվել է 40-ից ավել ֆիլմերում։ Իսկ հիմա, սիրելի հեռուստադիտողներ, մենք ունենք պատրաստած տեսանյութ մեծանուն դերասանի մասին, առաջարկում եմ դիտենք այն։ Հայ մշակույթի պատմության մեջ կան անուններ, որոնք չեն մարում ժամանակի հոսքի մեջ։ Այդ անուններից մեկը Սոս Սարգսյանն է, արվեստի վարպետ, կերպար, որը դարձել է Հայ թատրոնի, կինոյի և մտավորականության խորհրդանիշ։ Նրա ներկայությունը բեմում և էկրանին ոչ միայն դերասանական վարպետության դրսևորում էր, այլև հոգևոր ուժի, մարդկային ազնվության ու ազգային արժանապատվության։ Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Լոռու գեղատեսիլ քաղաք Ստեփանավանում։ Մանկությունը անցել է բնության գրկում, մարդկանց պարզության և աշխատասիրության միջավայրում։ Երևի հենց այնտեղ, Լոռու բլուրների լռության մեջ, ծնվեց իր սերը դեպի խոսքը, դեպի գեղեցիկը, դեպի այն ամենը, ինչը մենք անվանում ենք արվեստ։ Երիտասարդ տարիքից նա սիրել է բեմը, նրա ճանապարհը միշտ անցել է արվեստի և հայրենասիրության խաչմերուկով։ Սոս Սարգսյանի առաջին մեծ բեմական տունը դարձավ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը։ Այդ բեմի վրա ես ապրեցի հարյուրավոր կյանքեր, դրանց մեջ դնելով մի մասնիկ իմ հոգուց։ Ես մարմնավորել եմ թե ողբերգական, թե հերոսական կերպարներ։ Բեմի վրա ես երբեք չէի խաղում պարզապես դեր։ Ես ապրում էի կերպարի կյանքը, զգում նրա ցավը, հավատը, պայքարը։ Երբեմն ինձ հարցնում էին, ինչու ես այդքան խորը մտնում կերպարի մեջ։ Պատասխանում էի, դերասանը չպետք է հիշի, որ ինքը խաղում է, նա պետք է դառնա այն մարդը, ում կերպարն է մարմնավորում։ Թատրոնը սրբություն է և բեմ բարձրանալը ուխտ։ Սոս Սարգսյանը նկարահանվել է 40-ից ավել գեղարվեստական ֆիլմերում, դրանցից էին Նվագախմբի տղաները, Եռանկյունին, Մենք ենք մեր սարերը, Նահապետ, Խաթաբալա, Գիքոր և այլն։ Դերասանը հաճախ էր ասում, որ իր համար հատկապես թանկ է Նահապետի դերը, այն մարդու կերպարը, ով կորցրել էր ամեն բան, բայց չէր կորցրել հավատը։ Նահապետը ոչ թե կերպար էր, այլ ամբողջ ժողովուրդ։ Երբ նկարահանումը ավարտվեց, ես զգացի, որ ես ինքս մի քիչ Նահապետ դարձա։ Սոս Սարգսյանը այն կարծիքին էր, որ այս արվեստը ոչ միայն ստանալու, այլ նաև տալու արվեստ է, և կարծում էր, որ իսկական արվեստագետը պետք է փոխանցի իր փորձը նոր սերունդներին։ Այդ պատճառով տարիներ շարունակ դասավանդել է, սերունդներից պահանջելով ոչ թե ճշգրիտ տեխնիկա, այլ մաքուր հոգի։ Նա միշտ մնացել է այն համոզմունքին, որ մշակույթն է ազգի հոգևոր ուժը, քանի որ այն պահում է մեր ինքնությունը և մեր խոսքը։ 2013 թվականին սիրված դերասանը լքեց մեզ և բեմը, բայց մնաց բեմի մեջ։ Նրա յուրաքանչյուր խաղացած դեր և խոսք դեռ շատ երկար կմնա մեր հիշողության մեջ։ Ապրեք այնպես, որ ձեր գործը խոսի ձեզնից հետո, քանի դեռ մարդը իր հոգին չի լռեցրել, նա դեռ կենդանի է։ Սոս Սարգսյան։ Դիտեցինք մեծանուն դերասանի մասին պատմող տեսանյութը, սիրելի հեռուստադիտողներ, իսկ մինչ մեր հյուրերին ներկայացնել, այս պահին առաջարկում եմ ընդմիջենք, լսենք հաճելի երաժշտություն, վերադառնանք և ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։
Մենք շարունակում ենք հաղորդումը հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրերը արդեն տաղավարում են, սիրով ներկայացնեմ նրանց։ Այսօր զրուցելու ենք Աշուղների անսամբլի ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Սիրվարդ Սիրեկանյանի եւ հանրահայտ Աշուղ Լեյլիի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ներողություն, ես մի ուղում անեմ։ Ասեք։ Աշուղների ղեկավարը Թովմաս Պողոսյանն է, ես Աշուղական անսամբլի Լեյլի անունով։ Այո, շատ լավ։ Ղեկավարն եմ։ Ինչպես եք։ Շատ լավ, շատ մեծ հաճույքով եկել ենք եւ ձեզանով հիացած առաջին իսկ հայացքից, քանի որ ինքս ստեղծագործում եմ բացի երգելուց, ակրոստիկոսը ուզում եմ, Ասեք։ Ուզում եմ հենց առաջին հայացքից այն տպավորությունը, որ տեսա, որպես արև աղջիկ, բանաստեղծությունս նվիրեմ, քանի որ ստեղծագործող մարդը ամեն քայլափոխի է ներշնչվում։ Արև աղջիկ, բարի լույս, լուրդ բարի, խինդ ու հույս, ինչպես արև ճառագուն, տեսքդ խոսուն, ինքդ լույս, Աստված պահի սերդ հուր, կարդացվում է Ալիտա, քո անունը սիրելիս։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ նմանվերի համար։ Տիկին Սիրեկանյան եւ Տիկին Լեյլի, ինչպես ստացվեց ձեր համագործակցությունը, ինչպես սկսեցիք միմյանց հետ աշխատել եւ մի փոքր նաեւ ձեր անցած ուղու մասին հետ հայացք։ Սիրով։ Ուրեմն պետք է գնանք 40 տարի հետ։ 1985 թվականն է։ Ինձ նշանակել են Զեյթունի մշակույթի տանը տնօրեն, ընդհանրապես շատ եմ աշխատել մշակույթի տներում, գեղմասվար, հրահանգիչ, երգիչ, թատերական խմբի ղեկավար, բայց արդեն տնօրեն ու ինձ պարտադրված էր խումբ հավաքել։ Եվ հանկարծ նկատում եմ մեր սիրելի երգչուհի, այն ժամանակ միայն երգչուհի եւ մի երկու երգ բանաստեղծություն էր գրում որպես բանասեր, քանի որ ավարտել է բանասիրականը մանկավարժականի, ասեց. Սիրուն Սիլվա ջան, ինչ անեմ, ասի, բանասեր ես, նստիր մի երկու բանաստեղծություն գրի, տեսնեմ ինչ ես գրում, եւ ծնվեց երգ, նվիրեց ինձ, այսպես ինչպես ես գրեցի ակրոստիկոս, գրում էր Սիլվայիս, գեղեցկուհուս, Սիրունիս, ու այդ երգերը դարձան հետագայում շատ բեմերի զարդեր, ես էլ երգեցի իր երգերը, կատարեցինք միասին, եթե հարկ եք համարում, հենց հիմա մենք պատրաստ ենք երգելու իր երգը միասին։ Այո, շատ հաճելի կլինի։ Տիկին Լեյլի Եփրիկյան, երգով սկսենք այսօր բարի լույսը։ Ձեզ նվիրված երգով։ Պայծառ արև փնջիր, շողերը լույս է, տեսքանդել է փերիս, վարսերն իր շքեղ, ասես վար աստղերն են շողում մազերին, ախանուշ նազերով գերեց իմ հոգին, զով սարերի սարնախյուր, կարոտեմ ջրիդ մաքուր, կանչում եմ քեզ շուտարի, սիրուս ծարավ մի թողնիր, կանչում եմ քեզ շուտարի, սիրուս ծարավ մի թողնիր, լուսացնի շողերը, Հրեց քո ճամփին, ախանուշ նազերով գերեց իր հոգիս, նայեցի աչքերի սիրոց օտարա, ախանուշ կրակի էլ չեմ դիմանա, զով սարերի սարնախյուր, կարոտեմ ջրիդ մաքուր, կանչում եմ քեզ շուտարի, սիրուս ծարավ մի թողնիր, կանչում եմ քեզ շուտարի, սիրուս ծարավ մի թողնիր։ Եվ իմ Երևան երգը գրել եմ Սիլվայիս մոտ, երգեմ Գշարունակեք ձեր հաղորդումը։ Սիրով, սիրով։ Լույսերով պայծառ դու շքելով արգարում, ուրեր որ կենամ էլի գագամ տուն, հարազատ սիրելի դեհությունն իմ ազգի
Չքնաղիմ Երևան պաշտելյանում, Որթիքդ սիրուն կանչիր նրանց տուն, Քո արգարոտից մնացին արդուն, Սիրուն Երևան, սիրուցան բաժան, Պանդուղտ որթիքդ էլի տուն գգան, Սիրով միասին Երանդով սրտակին, Եկեք ծաղկեցնենք մեր հայոց այգին, Աշուր Լեյլին էլ Մասիսի կարոտով, Երգով դուն կանչի հայ պանդուղտներին, Որթիքդ սիրուն կանչիր նրանց տուն, Քո արգարոտից մնացին արդուն, Սիրում Երևան, սիրուցան բաժան, Պանդուղտ որթիքդ էլի տուն գգան։ Շնորհակալ եմ Տիկին Լեյլի, շնորհակալ եմ Տիկին։ Եվ Տիկին Լեյլի, երբ որ Տիկին Սիրվարդը ձեզ դիմեց եւ ցանկացավ, որ նաեւ ինքն էլ մուտք գործի ձեզ հետ աշխատի, ինչ նկատեցիք նրա մեջ, ինչ տարբերություն, որ տարբերվում էր եւ միանգամից հրավիրեց։ Նախ այն, որ Շապոյանը բարոստուց Շիրակ աշխարհից լավագույն մարդիկ ծնվել են Շիրակում, Շիրազ, Շերամ, Էլչեմասի, Մեհեր Մկրտչյան եւ այլ, Սիլվայի մեջ ես կտա Շիրակ աշխարհի ծաղկունքը, համն ու հոտը եւ հողի կանչով, հողի կարոտով մենք մտերմացանք եւ իմ տարիքը հաշվի առնելով ինքը տնորեն, բայց միշտ մեծարում էր ինձ եւ այսպես շարունակեցի իր բարի ավանդներով գնալ եւ հասնել իմ սրտագին, թանկագին վարպետ Թոմաս Պողոսյանի մոտ, որը հայ աշխուղական արվեստը զարգացրել է։ Անգին վարպետ իմ թանկագին, խրատ ընձատ էր սրտագին, որը ստեղծեց աշխուղի խաղ, խրատական նեկտարական։ Իսկ Տիկին Սիրվարդ, կհիշեք ձեր առաջին բեմելը երբ է եղել, ինչ արձագանքներ եք ստացել, որ երգի կատարումներ, որ բեմում եք ելույթ ունեցել, մի փոքր նաև դրա մասին խոսեք, երբ է տեղի ունեցել։ Ես մանկուց եմ հիշում իմ երգերը, նույնիսկ կարող եմ ասել, որ չգիտեմ, բայց տարիքը այս հասակի սերունդը գիտի ինչ բան է թոների վրա դրվող քուրսին, որ այսպիսի փոքրիկ սեղան է։ Ես դեռ 3-4 տարեկան իմ տատը, պապը, հարազատները հավաքվում էին թոների շուրջ, ինձ կանգնեցնում էին այս քուրսիի վրա ու ես երգում էի։ Պատկերացրեք, Անդրանիկ էի երգում, նույնիսկ ինձ ասում էին, այս երեխային հիմիկվանից ինչի եք Անդրանիկ սովորեցնում, վտանգի տակ են, ժամանակ չէր թույլատրվում, ինչպես հիմա արդեն կամաց տեսնում եմ։ Մի խոսքով իմ բեմը եղել է առաջինը քուրսին, տատիկիս, այնուհետև դպրոցում, ինչքան միջոցառումներ լիներ, ամբողջ դասարանը դպրոցը գիտեր, որ պետք է ծաղկեցնի, մեր դպրոցի զարդն է, փոքրիկ Սիրվարդն է, եւ այսպես մինչեւ հասա ուսման, որտեղ գործուղեցին ինձ սովորելու կուրս աշխատանք ռեժիսորական թեկումով, եւ ինչ աշխատանք կատարեցի, միևնույն է երգներ ու երգը իմ ուղեկիցը եւ դժվար թե ես Լեյլի աչքից վրիպեի կամ ինքը իմ եւ ավելին ասեմ, հնարավորություններն այնքան աճեցին, Տիկին Լեյլի Եփրիկյանը որպես երգահան իմ ներկայացման բեմերին, այնքան հասունացավ, այնքան բանաստեղծությունները երգեր ծնվեցին, որ աշխուղական դպրոցի զարդը, վարդը, հարազատը, թանկը, ստեղծողը Թովմաս Պողոսյանը չէր կարող չնկատել։ Դուք նույնպես ստեղծագործող եք։ Այո, լավ հիշեցրիք, ես Թովմաս Պողոսյանին էլ ակրոստիկոս ունեմ գրած, եթե թույլ կտակ կկարդամ, բայց պետք է ողջունեմ նաև, որ իմ Եփրիկյան երգահանին ձեռնադրվեց Սիլվա Կապուտիկյանի կողմից որպես Աշուղ Լեյլի եւ հիմա կոչվում է Աշուղամայր։ Մեր նորորյա երգչուհի, բանաստեղծուհի, երգահանս դարձավ Աշուղամայր Լեյլի Եփրիկյան։ Տիկին Սիրվարդ, դուք փոքր տարիքից նշում եք, որ սկսել եք երգել, ժողովրդական երգի մեջ եք մեծացել, աշխուղական երգի մեջ, իսկ բանաստեղծություններ գրել, երբ ստացվեց ձեզ մոտ միտք, որ սկսեցիք նաև բանաստեղծություններ գրել։
Հետաքրքիր չի սպասում այդպիսի հարց պիտի տակ, բայց էլի անկեղծ պիտի ասեմ։ Ուրեմն շատ էլի մանկուց, ինքնաբերաբար։ Դե դա իծնե ի վերուստ է, այսպես ասած, բոլորը կասեն, ես էլ արդեն մեծ եմ, հասկանում եմ 70 տարեկան եմ, այդքանը պիտի համարձակորեն արտահայտվեմ։ Ուրեմն այսպես եղավ։ Թոնիրից տատս, մայրս իրար հետ հանում են կաթը, երման կաթը թափվում է տատիս ոտին։ Մամաս վախեցած, մոլորված, տատս էլ շվարած, մի լացուկոց են դրել, ես էլ ավելի վատ վիճակում, չգիտեմ նրա մրմուրի հետ գնամ, մորս շվար վիճակի հետ գնամ, պապս էլ եկավ ասեց, ես ինչ ա պատահել, ես ինչ քաոս ա, ես ինչ եք խառնվել իրար, ես ինչ լացուկոց է, ասեցի, կաթը թափվեց, տատիս ոտը վարվեց, մամաս մոլորված, ոտը մրմրած։ Եվ դա դառա պատկերացրեք ինչպես եմ հանգավորել։ Մի խոսքով այդպես այդ տաղանդը իցն է, ես շնորհակալություն փառք Աստծո իմ ծնողներին, նաև որ նպաստավոր պայմաններ են լինում, ասենք, տեսակ նոր ներշնչվեցի ձեզանով, իսկ ես Լեյլիով ինչքան եմ ներշնչվել, իրեն էլ եմ բանաստեղծություն գրել ակրոստիկոս, բայց խոստացել եմ Թոմասի նկարտալ հետո Լեյլին, ինչպես եք ուզում։ Մի փոքր տո ամեն մեկից, եթե հնարավոր է, մի փոքր տո բանաստեղծություն, այ սկզբից սկսենք Թոմաս Պողոսյանի։ Դիրվածը կարդամ, որտեղ ինքը շատ բան է անում ազգի համար։ Մի պասապահեր, բայց Թոմաս Պողոսյանից սկսենք։ Թոմաս Պողոսյան, ես նույնիսկ Մետաքսա Սիմոնյանին բանաստեղծություն ունեմ։ Եվ միջև տիկին Սիլվարդը կփնտրի տիկին Լեյլի, խոսենք ձեզանից, Աշուղի կոչում ունեք, դա ինչ պատասխանատվություն է ձեզ տալիս, որպեսզի այս արվեստը էլ ավելի զարգացնեք եւ ինչ դեր ունի այսօր մեր ժամանակաշրջանում Աշուղի դերը։ Դարձյալ պետք է իմ ղեկավարին ասեմ, որ հայ ազգային արվեստը սրբություն է, սուրբ սրբոց, ճիշտ հայկական, ճիշտ հայ ճակատագիր, դա ինքնին այնպիսի արվեստ է, որ Աստծուց տրված է ի վերուստ, եւ ես միայնակ չէի կարող այդքան ինձ ուժ է տալիս իմ ղեկավարի կովեստը, նրա երանդուն խոսքերը, եւ մենք ունենք շատ աշուղներ, շատ տաղանդավորներ, մենակ ես չեմ, գուցե ամենաթույլի ես եմ, բայց բոլորս ստեղծվել ենք Աստծո կամքով եւ հայ ժողովրդի օրհնանքով թող շարունակի մեզանից հետո էլ տարետար եւ շնորհակալություն այս պահի համար Աստծո։ Այդ ժամանակ, ինչպես այն ժամանակ, երբ որ դուք ստացաք այդ կոչումը եւ երգում եք, մեծ նշանակություն եւ մեծ դեր ուներ։ Իսկ հիմա մեր ժամանակներում ինչպիսի փոփոխություն եք տեսնում, գնահատված է այսօր։ Մեր ժամանակներում դարձյալ պիտի ասեմ, շնորհիվ Թոմաս Պողոսյանին վարպետիս ավելի լավ զարգ է ստացել ազգային հոգով, նրա սիրով, տվայտանքով, ներշնչանքով հողը Մահոբի Գևորգի ասած ծնում է հողն էլ պահում է, ներշնչանքը, այնպես ինչպես դու կոչված ես քո հմուտ գեղեցիկ խոսելաոճով այսօր մեզ ներկայացնել, այսպես էլ Աստված միշտ աշուղական անսամբլի հետ է։ Շատ լավ, Տիկին Սիլվար, նաև դուք երիտասարդ աշուղներ էլ կան, օրինակ ձեր հասակի շատ սիրուն տղաներ ստեղծագործում են ու պարզվում է, որ նաև կարող են այդ բանաստեղծությունը երգ դարձնել, իհարկե մեծերի մշակման օգնությամբ։ Հիմա խոստացածս Թոմաս Պողոսյանին, որ ես էլ եմ շատ հարգում պաշտում։ Թող ձեր երգի ճամփան կանաչ, որքան կուզեք երկարի, վերստին կյանք, հարության կանչ, մնաք փրկիչ աշուղի, Աստված ձեզ տա նոր ուժ, ոգի, բարերար, Սուրբ ձեր սերը հավետ մնա կենարար, Թովմաս։ Այո, իսկ երբ որ նրա համար ընթերցեցիք, նա ինչ կարծիք հայտնեց տողերի մասին։ Առաջին անգամ, նա չի հուսով եմ նա մեզ դիտում է այդ պահի։ Անպայման, հիմա է Լեյլիս։ Շատ լավ։ Շատ շուտ եմ գրել, 060703, պատկերացնում եք։ Տիկին Լեյլի Եփրիկյանին, էլի կարդացվում է Լեյլի։ Լեռնային քամուց մինչև մեղմիկ սյուկ, երբեմն խաղաղ, երբեմն խիստ բուկ, յասամանի պես հեզիկ ու փնջիկ, լուր մրմնջում է սեր, երկ ու աղջիկ, ինքդ մայր անուշ, վկան մայրդ հուշ, շատ մայր պաշտող է, շնորհակալություն։ Տիկին Սիլվարդ, երբ որ դուք երգում եք եւ նաեւ բանաստեղծություններ ունեք գրած, երկուսը համատեղվում է միմյանց հետ։ Ինչպես է այդ համագործակցությունը, համատեղումը ստացվում, ինչպես է գրում, որպեսզի գիտեք, որ դա պետք է վերածվի երգի։
Ինչ բանաստեղծություններ ունեք, որոնք հիմնականում վերածվում են երգի եւ այդ ինչպես այդ փոխհարաբերությունը ստացվում բանաստեղծության եւ երգերի միջեւ։ Ինքնաբուխ է լինում։ Շատերն ասում են սկզբից ծնվում է խոսքը, հետո երգը, բայց կարծես երգը խոսքի հետ է ծնվում։ Այդ վարպետը կասի արդեն գուցե ավելի շատ ինքը պատասխանի այդ հարցին։ Ինքը համեստություն է անում։ Նա երգը ստեղծում էր եւ ինձ սովորեցնում էր նաեւ ճիշտ երգել։ Ամեն ինչ ինչպես փնջի մեջ բոլոր վարձաղիկները Շիրակ աշխարհի ամեն շնորհալի դուստր կամ զավակ ունի այդ հատկությունը եւ դու ինքդ էլ գիտես որպես խելացի նորատի աղջիկ թե ինչքան խաղերի երգերի երգիր է Շիրակը ինքը Շիրակի դուստրն է։ Իսկ Տիկին Լեյլի, որ բանաստեղծությունը, որ տողն է եղել, որ լսել եք նրա կատարմամբ կամ ընթերցել եք եւ ձեզ շատ է հուզել։ Այն որ ես ասեմ, այն որ ինձ բանաստեղծություն նվիրեց, հետո երկուսով սկսեցինք կարդալ, դարձավ երգ։ Ուզում ես դել երգենք։ Թելթել մազերը։ Այո, թելթել մազերը։ Մեղեդին դու գրեցիր այն ժամանակ, Մեղեդին դու։ Չէ, եւս մեկ կատարում կարող եք կատարել։ Սիրով։ Մինչև բացես մի տունը ես երկեմ, մյուսը դու։ Եթե հիշում եք, այո, իհարկե։ Թելթել մազերը, այրեցին սիրտս, իմ անուշ սիրը բար, ժպտաց իմ հոգի, քո Շիրակ աշխարհին մատաղ կրկին։ Հիմա դու երկի բոլորը։ Փորձենք։ Թելթել մազերը այրում են սիրտս, անուշը պիտատ գերել է հոգիս, սիրավար սիրտս յար միշտ քեզ է կանչում, կարոտ արցունքն աչքերիս ճամփիտ եմ նայում, ախավքերն էլ առանց կարուն, էլ չեն դայլայլում, իմ գարունը դու ես անգին, քեզ եմ ես սիրում, քեզ եմ արջում, թող սիրող սիրտդ միշտ դառնա, որ սիրո գարունը ծմեր չդառնա, սիրավար սիրտս յար միշտ քեզ է տենչում, կարոտ արցունքն աչքերիս ճամփիտ եմ նայում, ախավքերն առանց գարուն, էլ չեն դայլայլում, իմ գարունը դու ես անգին, քեզ եմ ես սիրում, քեզ եմ արջում, իմ անգին սիրվածս։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ որքան ժամանակ է տևում, մինչև որ երգը գրում եք, բանաստեղծությունը գրում եք եւ վերածվում է դա երգի Տիկին Սիրվարդ։ Համպատրաստի։ Երեք էլ իրանց տանը ծնվեցին շատ երգեր։ Օրինակ մեկը։ Դու իմ անգինան նման, Շիրակի զարդուր հրամ, կարուններիդ փնջի մեջ, աշխուղ Լեյլին, քո սիրովը մնայուն է հավիդյան։ Իսկ կան երգեր, որ բանաստեղծությունները արդեն որ գրել եք, բայց դեռ չի վերածվել երգի եւ մոտ ապագայում կարող է հանդիսատեսը լսել։ Շատ կան։ Շատ կան։ Եվ քանի որ աշուղները շատ են, ավելի են, ես կասեի, ես ոչ ձեռնադրված աշուղ եմ, ոչ էլ կարող եմ դառնալ։ Բայց կձեռնադրվես, արդեն աշուղ ես դու։ Ուզում եմ ասել, որ ես ավելի, ինչպես Տիկին Լեյլին ասեց աշուղս, ես ավելի համեստ կմնամ բանաստեղծուհի, քան թե աշուղ։ Չէ, վնաս մի դուր մեր աշուղական արվեստին, դու ունես երգեր, ու շատ խելացի ես, ամեն տվյալները կան, այդ փոքրիկ ամոթ խազությունը այդ տարիքիդ արդեն ուշ է, թող մնա հեռուն, դու կձեռնադրվես որպես աշուղ։
Շնորհակալ եմ։ Եվ ես կձեռնադրեմ, արբենտին տվան։ Այ երբ որ դուք կատարում եք եւ նաեւ համերգներով, շրջագայություններով հանդես եք գալիս, ինչ եք նկատում, որքանով են նաեւ այսօր գնահատված, սիրված աշխուղական երգերը ու հատկապես երիտասարդների շրջանում նրանք շատ են հետաքրքրված, սիրում են, ինչ արձագանքներ եք ստանում հատկապես փոքր երիտասարդ տարիքի մարդկանցից։ Քանի որ ավետյաց երգիրը գիտենք, ներողություն, որ ես առաջ գա, մեր հայ ժողովուրդը այնքան տաղանդավոր է, որ այնքան գնահատեց ինձ, ես այդ ծաղկուն ճանապարհը վերագրում եմ իմ վարպետին, որ արեց ամեն ինչը, բայց ի վերջո ճանաչողությունը ժողովրդին է, ժողովուրդն է, իմաստուն է, ժողովրդից ենք սովորում, այսքանն է ես ասեմ։ Հաճելի է, ճիշտ է ասում, մենք նկատում ենք, թե ինչքան լավ են լսում, ինչքան են ուզում գան, շփվեն, շոյվեն, նկարվեն, ձեռքը դնի, աշխուղին կպնեն, տեսնեն իրական է, շատ հետաքրքիր է, սիրում են, չէ, լսվում է, ես, չգիտեմ, հիացած եմ, տեղ չի եղել, որ գնանք, աշխուղին տուն չհրավիրեն, ընծաներ չտան, շատ հարգված, ես երիտասարդներին շատ եմ հիմա հավանում, շատ են արվեստով լցված, Իդեպ արվեստով ասացինք, ես պիտի այսօր շնորհավորեմ մեր արվեստի նահապետ Սոս Սարգսյանին, որպես մեր հովանավոր Աստված, ես այդպես կասեմ։ Թող լույս շիրի մին սրբազան։ Այսինքն կարող ենք ասել, որ այս երգը, այս ոլորտը անկում չի ապրում ժողովրդական, ավելի է ծաղկում, այո, հետաքրքրություն նկատում եք։ Իսկ հիշեք ամենահիշարժան համերգը որտեղ է տեղի ունեցել։ Մինչև Սիլվաս կմտածի, Սիլվաս։ Ամեն օր աղոթում եմ, որ հայոց աշխարհում ծնվի Թոմաս Պողոսյան մի հատ էլ։ Այնքան անուշ է, այնքան հոգեհարազատ է մեր աշխուղական արվեստը։ Թող նորերը երգեն, բայց չաղավաղեն, չփոխեն, թողնեն հանգիստ, իրենց ունենան։ Ամեն ժանր թող իրեն ունենա, ոչ թե վերցնի ու աղավաղի։ Ճիշտ եք։ Խոսենք համերգների մասին, որտեղ եք ունեցել համերգներին, շրջագայություններ եք ունեցել եւ ինչ նորություններ է նաեւ սպասվում մոտ ապագայում։ Նախ դրանից սկսեմ, որ մենք հիմա Զորավար Անդրանիկի տուն թանգարանում տեղ ենք խնդրել, Տիկին Ժորժետային ողջունում եմ, նախ շնորհակալությունս ասեմ, որ մեծահոգաբար իր տաղավարը, իր սենյակը տրամադրել է մեր փորձի համար, որտեղից մենք առաջին ծրագիրը, որ նոյեմբերի 6-ին ուզում եմ մեծ շուկով նշել աշխուղիս 84-ամյակը։ Երկուսն էլ նույն օրն ենք ծնվել։ Իդեպ հետաքրքիր է, չէ՞, որ 12 տարվա տարբերությամբ մեկ-մեկ ես չեն ընդունում այդ հորոսկոպի բաները, բայց ես հարգում եմ, ընդունում եմ, երկուս էլ ձիու տարի ենք եւ կարիճ ենք։ Թող միայն այդ կարիճ անունը մնա, բայց մենք շատ բարի ենք։ Մի խոսքով կնշեմ, ձեզ էլ կհրավիրեմ, մեծ սիրով համեցեք, այդ թանգարանի տնօրենը նախկինով հիմնադիրն է եղել, իդեպ ասեմ հասցնել Պանթեոնի կողքին է, Կոմիտասի այգու մեջ տեղավորված, տեղադրված, գեղեցիկ շուկով, քանի որ Աշուղ Լեյլին երգ ունի նվիրված այդ տնօրենի, հիմնադիր տնօրենի Բեգլարյանին, Իլիչ Բեգլարյանին, որտեղ հիմա մենք պատսպարվել ենք, համերգների ծրագրեր են կազմում, երեկոներ, միջոցառումներ, գրքի շնորհանդեսներ են անում, ամեն օր աշխուժություն է, ամեն օր հետաքրքիր նորություն։ Ես կուզեմ այդ երգը Լեյլիս կատարի, որպես երախտիկի խոսք։ Տարի սրտին հերոսական վարգարուն, սասնա սրպասուրում հերոս Անդրանի, սրդից սերներ ազգիտ միաբանություն, դյուցազնատան իմաստուն կաչանդրանիկ, պարաբանենք անմակաջիտ անդրանիկ, դարերի մեջ քաջությունը տասելիք, քո անունով թանգարանդ լույս գալիք, դյուցազնատան իմաստուն քաչանդրանիկ, ժողովրդի սիրած հերոս անդրանիկ, քաջերի տուն սասունացար տալվորիկ, Աշուղ Լեյլու սրդի երգը հայտաղիկ, դյուցազնատան իմաստուն քաչանդրանիկ,
դյուծազնատան իմաստուն քաչ ամրանի Շնորհակալ եմ եւ նաեւ այս գեղեցիկ նոտայի, գեղեցիկ երգի շնորհիվ էլ նաեւ մենք այսօրվա զրույցը կամ փոփենք, եթե ինչ-որ շնորհավորանք կամ ինչ-որ բան ունեք մեր հեռուստադիտողներին մաղթելու, կարող եք նաեւ մաղթել։ Դուք հասնեք ձեր մուրազին խաղաղ Հայաստանում։ Ես ցանկանում եմ Սայաթնով անսամբլից ղեկավար Թովմաս Պողոսյանից, իսկ նրանից առաջ, որ եղել եմ, կրթվել եմ Սիրվարդ Սիրեկանյանից, առողջություն, հաջողություն, իսկ նրանց երջանկությունը հայոց աշխարհով է, հայրենասեր են իրենք, ձեր ստուդիային շնորհակալություն, Ծառուկյանների ընտանիքին, բարգավաճ կյանք, շնորհակալություն տիկին Ռոզային, շնորհակալություն շնորհքով Գագիկիս, ամբողջ աշխարհի հայրենասերներին, ժողովուրդներին, օգնողներին լավ կյանք եւ ունենան միասնական խելացի հայոց միաբան զորեղ Հայաստան։ Ես միայն կխնդրեմ, կաղաչեմ Աստծուն եւ բոլորին խաղաղություն, էլի խաղաղություն։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար եւ շատ հաճելի զրույցի համար։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծուհի Սիրվարդ Սիրեկանյանի եւ հանրահայտ աշուղ Լեյլիի հետ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, հարգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք արդեն երկուշաբթի։